Մռավի առջևով խրող ձորերի մեջ պտույտ տալով հոսում է թարթարը։ Միտեղ նրա մեջ թափվում է մռավի կրծքից բխող մի գետակ, փրփուր թրղին։ Խառնուրդի տեղում բարձրանում է մի ահարկու սեպացած ժայռ, որի կուրծքն ու կատարը շրջափակված են հաստ պատերով։ Մարդը վիթխարի ու անմատչելի ժայռը բերդ է դարձրել և անվանել Ջրաբերդ։ Ջրաբերդ ամրոցը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանում, Տոնաշեն գյուղից մոտ 7 կիլոմետր հարավ-արևմուտք, հսկայածավալ թերակղզաձև ժայռազանգվածի վրա։ Ամրոցը պաշտպանված է 3 կողմից տրտու և թրղի գետերով, իսկ հյուսիսային կողմը բնական անառիկ ժայռերով։ Ջրաբերդը եղել է Համանուն գավառի կարևոր պաշտպանական հենակետերից մեկը, ինչպես նաև իշխանական նստավայրը։ Պատմական տեղեկությունների համաձայն տարբեր ժամանակաշրջաններում այն պատկանել է մի շարք իշխանական տոհմերի, այդ թվում Առանշահիկների, Հասան Ջալալյանների, Դոփյանների և Մելիք Իսրայելյանների։ Պատմական աղբյուրներում բերդը ներկայացվել է տարբեր անվանումներով։ Կաղանկատվածին հիշատակում է Չարաբերդ, Մխիթար Գոշը նշում է Ճառաբերդ, Իշխան Ճառաբերդին և Նորին Դղյակին, որի մասին վկայությունը բերված է Ղևոնդ Ալիշանի հայապատում գրքից։ Իսկ Ղևոնդ Ալիշանը ինքը բերդն անվանում է Չլաբերդ, Չլբերդ, Չրաբերդ, Ջրաբերդ։ Հայտնի է եղել նաև Ջերմուկ անունով։ Ամրոցի մասին ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 620-ական թվականների վերջերին, Արցախ ներխուժած խազարների ասպատակություններին և դրանց դեմ Աղվանից կաթողիկոս Վիրոյի ձեռնարկած միջոցառումներին։ Կաղանկատվածին գրում է, որ Աղվանից Վիրո կաթողիկոսը Չարաբերդ ամրոցում գտնվող գրիչներին, գավառների ներկայացուցիչներին, պատմիչներին կանչում է իր մոտ։ 11-րդ դարի երկրորդ կեսից Ջրաբերդը Արցախի մյուս ամրոցների հետ միասին գտնվել է Գանձակի գավառի թուրքմենների տիրապետության ներքո։ 12-րդ դարի սկզբից Արցախը մշտական պայքար էր մղում թուրք-սելջուկյան ցեղախմբերի դեմ։ Դարավերջին երկրամասը կարևոր դեր էր կատարում Զաքարյան իշխանների ռազմաքաղաքական ձեռքբերումներում։ Զաքարյան իշխանների ջանքերով Ջրաբերդը ժամանակավորապես ազատագրվեց, սակայն 1227-1230 թվականներին ամրոցը հայտնվեց նախ Սուլթան Ջալալ ալ-Դինի, ապա մողոլների իշխանության ներքո։ Ամրոցը հիշատակվում է նաև Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նրա պատմության մեջ նշվում է, որ հայրենական իշխանության սահմանները վերականգնելու նպատակով 1246 թվականին Բաթուի և նրա որդի Սարթախի մոտ է մեկնել Խաչենի մեծ իշխան Հասան Ջալալը։ Վերջինիս ընդունում են մեծարանքով և հրամայում ետ վերադարձնել կալվածքները յուր ըստ Չարաբերդ և Զականա և ըստ Կարկառն։ Ամրոցի դերը մեծացել է հատկապես 16-րդ դարի թուրք-պարսկական պատերազմների և հետագա դարերում արցախցիների մղած ազգային ազատագրական պայքարի ժամանակ, մասնավորապես Մելիքական շրջանում, Մելիք Իսրայելյանների իշխանության օրոք։ 18-րդ դարում Ջրաբերդը Արցախի գլխավոր ռազմավարական հենակետերից մեկն էր։ Բերդի մասին վերջին հիշատակումը վերաբերում է 1789 թվականին, երբ Մելիք Մեջլումի հարազատներն ու մերձավորները պատսպարվել էին Ջրաբերդում։ 18-րդ դարի երկրորդ կեսերից Ջրաբերդի Մելիք Ալաղուլին անզիջում պայքար է ծավալել դավաճանությամբ Շուշիի բերդին տիրացած Փանախ խանի դեմ։ Վերջինիս մահվանից հետո Ջրաբերդին տիրում և իր սեփականատիրական իրավունքներն է վերականգնում Մելիք Հաթամը կամ Մելիք Ադամը, ում որդին Մելիք Մեջլումը Ջրաբերդ ամրոցի վերջին իշխանապետն էր։ Հետագա դարերում անգամ լքված և անբնակ վիճակում ռազմական ընդհարումների ժամանակ Ջրաբերդում պատսպարվել է ժողովուրդը և դիմադրություն կազմակերպել թուրք զավթիչների դեմ։ Ջրաբերդ ամրոցի մասին վերջին հիշատակությունը վերաբերում է 1793 թվականին, երբ Պարսկաստանի երբեմնի գերիշխանությունը Անդրկովկասում վերականգնելու նպատակով Ղարաբաղ է արշավում պարսից զորապետ Սուլեյման Շահզադան։ Ջրաբերդը բոլոր կողմերից պարզպապատված է եղել։
առավել բարձրությամբ առանձնացել են հատկապես գետապնյա պարսպապատերը, որոնք հզորացված էին որմնահեծերով և բոլորաձև բերդ աշտարակներով։ Ամրոցի շինությունները եղել են թաղակապ և փայտաշեն ծածկերով։ Դարպասը տեղակայված է հարավ-արևմտյան ցածրադիր հատվածում, գետերի միախառնման վայրին մոտ։ Դարպասի ներքին հատվածում գերանակապ երկրորդ հարկում եղել է ամենայն հավանականությամբ պահակագետը, որի կառույցից պահպանվել են պատի կենտրոնական հատվածի ուղղանկյունաձև պատրհանը և փոքրիկ դիտանցքները, ինչպես նաև պատի մեջ երևացող գերանների տեղերը։ Մուտքին զուգահեռ հարավային կողմում պարսպապատի մեջ ևս մի քանի հարկից բաղկացած սենյակներ են եղել։ Երևում են նաև հարկերը բաժանող գերանների տեղերը։ Դարպասի հյուսիսային կողմում բոլորաձև բարձր դիտաշտարակն է։ Ամրոցում ջրի խնդիրը լուծվել է թրղի գետ իջնող ստորգետնյա անցուղով, իսկ ջուրը հավաքվել է ներսում կառուցված ջրամբարում։ Այս մասին բանահավաք ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը նշում է. բայց որովհետև բերդումս չկա ջուր, վասն որով բերդից միջից դեպի Թարթար գետն կտրած են վիմափոր ականներ, որոնց միջից սանդղաձև աստիճաններով երթևեկելով ջուր մատակարարած են բերդից պաշարման ժամանակ։ Նույն վկայությունն է հաղորդել նաև Ռաֆին ջրաբերդը այցելելուց հետո։ Ջրաբերդի մելիքության տարիներին ամրոցի կենտրոնական բարձրադիր հատվածը վերակառուցվել է։ Ավելացվել են նոր շինություններ, կառուցվել է մելիքական ապարանք, որին անդրադարձել է ճարտարապետ երջանկահիշատակ Արտակ Ղուլյանն իր Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները աշխատության մեջ։ Ապարանքը բաղկացած է հյուսիսից հարավ ձգված միջանցքաձև անցումի արևելյան և արևմտյան կողմերում կառուցված պարսպաբակից, սենյակաշարքերից, որոնցից արևելյանի հատակը փոքր-ինչ բարձր է արևմտյանից։ Արևմտյան սենյակաշարում երկայնական պատերով գիծ 3 սենյակներ են, որոնցից երկուսը գրեթե միաչափ։ Արևելյան շարքում սենյակները արտաքին պարիսպներին են հպվում երկայնական կողմով, շարքի միջին մասում առաջացնելով խիստ անկանոն հատակագծով բաժանմունքներ։ 1950-ական թվականներին երիցմանկաց վանք տանող ճանապարհի հատվածից երկրաբանները ջրագրական հետազոտության նպատակով թունել են փորել դեպի Միջնաբերդ, որն դարձել է բերդ տանող ամենից հեշտ և կարճ ճանապարհը։ Արցախի անկախության տարիներին Ջրաբերդը եղել է ակտիվ զբոսաշրջային ուղղություն։ Ջրաբերդում և մի ուրիշ անմեռ հավիտենական ձայն կա։ Այնտեղ օր ու գիշեր շնչում է ժողովրդի կենդանի խոսքը, անուշ պատմում է անցածի գործը, թե ինչպես այս երկրի հայրերն ու պապերը, հսկա կռվողները պայքարեցին իրանց ամբողջ կյանքում, իրանց կանաչ ու մութ անտառների ազատության համար։ Մեր նախնիների ոգին չի կարող կորչել, նա ապրում է իրենց փրկած անտառներում, այնպես որ բերդերից պիտի գա լուսաբաց։